Բարև ձեզ հայեր ջան։ Գրեցին, որ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հարսանիք անել։ Ըստ ոտում կախված լուրերի առաջի զոնկաջին սպանել է։ Վանիցյանն է պարտել իրան հանցագործությունը։ Երկրորդ կնիկը վիդեոները տարածվում էին ինտերնետով, զբաղվում էր սեքսն по տելեֆոնու գործեր անում։ Գրզոյի սիրուհինն է եղել, ըստ ոտում կախված լուրերի։ Մարդիկ չնայած նկարները դրել էին։ Երրորդ անգամն է ամուսնացել, երրորդ մասի դուրսընկածներից մեկն է Շենգավիթի։ Մաման փոքր ժամանակ թողել է ջհուդկեն, գնացել է ամուսնացել է ուրիշ բուղի հետ։ Այո, вещи надо называть своими именами։ Պապան, Հարսիգի պապան, Ալեն Սիմոնյանի ընկերն է։ Պիդաֆիլը, որ զբաղված է տղեկների, երեխեքների բղծությամբ Նիկոլ Փաշինյանի հետ, հոդվածները թերթերում գրված է ու իրանք չեն հերկում, այսինքն եթե չեն հերկում, ուրեմն հետևը շատ կեղտոտ է, վախենում են, որ ավելի շատ բան բացվի։ Էփշտեյնի ցուցակից մեկն է Հայաստանի քաղաքական դաշտը, ժողովուրդ ջան, ամբողջությամբ ջհուդներ են։ Հիմա սենց բան պատկերացնենք, հարսանիքա, իհարկե այդտեղ կկան բոլոր Հայաստանի Էփշտեյնի ցուցակ։ Ժողովուրդ թարք եք գրել, որ դավաճան են, իրանք հայ չեն, որ իրանց արած հանցագործությունները վերագրեք դավաճանության։ Իրանք հայախոս թուրքա ջհուդներն են, հայ ազգի թշնամիներն են։ Պատկերացնում եք հարսանիքա ու սաղ հայախոս Էփշտեյնի ցուցակը հավաքվում է քեֆ անելու։ Կարա մեծ ֆեյերվերկ լինի հայեր ջան, շատ հետաքրքիր, սենց ֆեյերվերկ լինի ու մակրվի Հայաստանը այդ կեղտերից։ Սալյուտ, մի հատ մեծ սալյուտ։ Ասում են, չէ, ինչ հրդեհ է լինում, ասում են հոսանքի պրավոդկեքների խնդիր է եղել։ Հենց կերազեմ, հանգարցակի հրդեհի բռնկվի։ Կամ ոնց որ Սուրմալում վառեցին, ասեցին, որ այնտեղ պիտարդները չինական տրաքվեցին, լիքը ժողովուրդ վառեցին երեխախառ։ Հենց կուզենամ, որ դրանց սալյուտները այսենց տրաքվեն ու իրանք հետները տրաքվեն, Աստծո պատիժը ստանամ։ Չգիտեմ, հազար ու մի բան կարա լինի հայ ազգ ջան։ Հենց որ շատ հետաքրքիր հարսանիք կարանք անենք ի ուրախության հայ ազգի։ Մտածեք հայեր ջան։